Ես կարծում եմ, ձեզ անհրաժեշտ է կորոնարոգրաֆիա։ Պատկերացրեք, նստած եք ձեր բժշկի աշխատասենյակում եւ նա ձեր հետազոտությունների տվյալները դիտելուց հետո հնչեցնում է այս նախադասությունը. Ինչ կկատարվի ձեզ հետ։ Կարծում եմ մեծ մասիս համար սրանից հետո մնացած բոլոր հնչած մտքերը կարող են այլևս չլսվել, քանի որ միանգամից մեր գլխում առաջանում է մտքերի շրջապտույտ, խելահեղ շրջապտույտ։ Ինչ է կորոնարոգրաֆիան, արդյոք դա ցավոտ է, արդյոք դա կատարվում է անեստեզիայով, արդյոք ես այդ ժամանակ ինձ վատ եմ զգալու, արդյոք կան ռիսկեր դրա հետ կապված եւ ամենակարևոր հարցը թերևս այն է, արդյոք կորոնարոգրաֆիայից անմիջապես հետո կարիք կլինի կորոնար զարկերակի ստենտավորման։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդման գլխավոր գործընկերն է Կարդիոլաբ բժշկական կենտրոնը։ Կարդիոլաբը մասնագիտացված սիրտանոթային խնամքի բժշկական կենտրոնն է, որտեղ դուք մաքսիմալ արագ, որակով եւ բարձր պրոֆեսիոնալիզմով կստանաք ձեզ անհրաժեշտ բժշկական ախտորոշման եւ բուժման վերաբերյալ խորհրդատվությունը։ Կարդիոլաբում մեր արժեքներն են որակը, բուժառույակենտրոն մոտեցումը, պրոֆեսիոնալիզմը եւ թիմային աշխատանքը։ Սիրով կսպասենք ձեզ։ Բարեկամներ, մեզ համար շատ կարևոր են ձեր դիտումները եւ տարածումները, որպեսզի մեր ալիքը կարողանա առաջընթաց ունենալ։ Եվ այդ պատճառով, եթե հավանում եք այն, ինչ անում ենք, խնդրում եմ մաքսիմալ տարածել, կիսվել ձեր ընկերների հետ, միգուցե ինչ-որ միտեղ ինչ-որ մեկին այսօրվա մեր տեսանյութը պետք է։ Շնորհակալություն աջակցության համար։ Ողջույն, ես Տաթևիկ Հովակիմյանն եմ, սրտաբան, ռիթմի խանգարումների մասնագետ։ Բարի գալուստ Կարդիոլաբ podcast։ Եվ այսօր մենք խոսելու ենք մի շատ կարևոր երևույթի մասին, որը շատ հաճախ առաջարկվում է մեր բուժառուներին, սա դիագնոստիկ կամ ախտորոշիչ հետազոտություն է կամ միջամտություն է, որը կոչվում է կորոնարոգրաֆիա կամ ժողովրդի լեզվով ասած զոնդավորում։ Եթե հավանում եք այն, ինչ անում ենք, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր podcast-ին, սեղմել լայք կոճակը եւ հնարավորինս տարածել մեր հաղորդումները։ Այսօր մենք սկզբից մինչև վերջ բացահայտելու ենք կորոնարոգրաֆիա կոչվող ախտորոշիչ հետազոտության բոլոր առեղծվածները եւ պատասխանելու ենք բոլոր հարցերին, որպեսզի դուք կարողանաք այսուհետ ձեր բժշկի հետ կիսել ձեր որոշումները եւ լինել տեղեկացված։ Սկսենք նրանից, թե ինչ են ընդհանրապես կորոնար զարկերակները։ Սիրտը, ինչպես գիտեք, կծկվող օրգան է, մկան է, եւ կորոնար կամ պսակաձև զարկերակները դա այն անոթներն են, որոնք սնուցում են մեր սիրտը։ Բնականաբար սիրտը ունի իր սնուցումը եւ դա իրականացնում է աորտայից արյան աորտալփականից դուրս գալուց անմիջապես հետո երկու կորոնար զարկերակների միջոցով ձախ եւ աջ ցողունային կորոնար զարկերակները, որոնք սրտամկանին տանում են թթվասնով հարուստ արյուն, որպեսզի սրտամկանը կարողանա աշխատել։ Իսկ այժմ պատկերացրեք մի իրավիճակ, որ տարիների ընթացքում խոլեստերինի եւ այլ բորբոքային բջիջների միջոցով ձեր կորոնար զարկերակներից մեկը կամ մի քանիսը նեղացել են։ Խոլեստերինը եւ բորբոքային մասնիկները նստում են կորոնար զարկերակի հունի մեջ, ճիշտ այնպես, ինչպես կնստեն ինչ-որ մի խողովակի հունի մեջ, եւ առաջացնում են այսպես կոչված աթերոսկլերոտիկ վահանիկ, որը գնալով ժամանակի ընթացքում կարող է նեղանալ եւ հանգեցնել մի իրավիճակի, որ սկզբից ֆիզիկական ակտիվությունների ժամանակ, իսկ այնուհետև նույնիսկ միգուցե հանգստի ժամանակ սրտամկանը ունենա թթվածնաքաղց, որովհետև բավարար արյուն չի ստանում տվյալ տեղամասում։ Եվ սա է պատճառը, որ առաջանում են գանգատներ, որոնք դրսևորվում են ցավի, շնչարգելության, խեղտոցի, հևոցի, սեղմոցի եւ այրոցի ձևով։ Հիմնականում գանգատները լինում են կրծքավանդակի կենտրոնում, սակայն կարող են ճառագայթել դեպի երկու ձեռքերը, կոկորդը, որոշ դեպքերում նաեւ գլխի որոշ հատվածներ։ Այս գանգատները կոչվում են ստենոկարդիա, ստենոկարդիկ գանգատներ, եւ սա նշան է այն բանի, որ հնարավոր է, որ մեր սրտի սնուցող անոթների կորոնար զարկերակների մեկը կամ մի քանիսը խցանված են աթերոսկլերոտիկ վահանիկներով եւ պահանջում են ուշադրություն, քանի որ աթերոսկլերոտիկ վահանիկի պատրվելուց եւ անոթի հունը փակելուց անմիջապես հետո առաջանում է մի իրավիճակ, որը կոչվում է սրտամկանի ինֆարկտ, ինչը բնականաբար շատ անցանկալի է եւ կարող է ունենալ տխուր հետևանքներ, սկսած վտանգավոր ռիթմի խանգարումների, սրտամկանի մեծ հատվածի նեկրոզից կամ մեռուկացումից, ավարտված վտանգավոր բարդություններով, ինչպիսիք են մահացությունը։ Իհարկե նա հանգեցնում է հաշմանդամության։
Եվ սա է պատճառը, որ նմանատիպ գանգատների առկայության դեպքում ձեր սրտաբանը կարող է ձեզ առաջարկել կորոնարոգրաֆիա կոչված ախտորոշիչ հետազոտությունը։ Գոյություն ունի նաև մեկ այլ իրավիճակ, երբ առանց որևէ նախորդող գանգատների տվյալ աթերոսկլերոտիկ վահանիկը կարող է պատռվել եւ այդ պատռվածքի վրա նստի թրոմբ եւ միանգամից փակի անոթի հունը եւ առաջացնի մի իրավիճակ, որը կոչվում է սուր կորոնար համախտանիշ կամ սրտամկանի ինֆարկտ։ Այս դեպքում մենք պացիենտներին ավելի շատ անվանում ենք անկայուն ստենոկարդիա տերմինով եւ նման իրավիճակները բնականաբար պահանջում են ավելի հրատապ միջամտություն, քան այն դեպքերը, երբ գանգատը հարաճուն կերպով ամիսների ընթացքում կամաց պրոգրեսիվել է եւ հասցրել է մի կարգավիճակի, որ ֆիզիկական ակտիվության ժամանակ մարդը ունենում է ստենոկարդիկ գանգատներ։ Սա կոչում ենք կայուն ստենոկարդիա։ Փաստորեն տարբերակեցինք, որ գոյություն ունի կայուն եւ անկայուն ստենոկարդիա եւ անկայունի ծայրահեղ տարբերակը բնականաբար կոչվում է սրտամկանի ինֆարկտ, երբ արդեն անոթի հունը ամբողջությամբ փակ է եւ սրտամկանը տվյալ հատվածում արյունամատակարարում չի ստանում։ Ինչու են տարբեր այս երկու կարգավիճակները, որովհետեւ առաջինի դեպքում մենք ժամանակ ունենք մտածելու, քննարկելու, որոշ ոչ ինվազիվ, ոչ միջամտական ախտորոշիչ թեստեր իրականացնելու, որպեսզի ավելի հավաստի դարձնենք հիվանդության ախտորոշումը, սակայն երկրորդի պարագայում, երբ գործ ունենք անկայուն ստենոկարդիայի կամ սրտամկանի ինֆարկտի հետ, ժամանակը շատ կարևոր է։ Սրտաբանության մեջ շատ կարևոր է սրտամկանի ինֆարկտի ժամանակ արագ կերպով հասցնել բուժառուին մինչև կորոնարոգրաֆիկ հետազոտություն, քանի որ ժամանակը մեր օգտին չի խաղում այս դեպքում, որքան ավելի երկար է սնուցող անոթը խցանված մնում եւ լրիվ փակ մնում, այնքան ավելի մեծ է սրտամկանի մեռուկացման եւ վտանգավոր բարդությունների հավանականությունը։ Այժմ եկեք փորձենք պարզել, թե ինչպես է իրականացվում կորոնարոգրաֆիան, ինչ է անում ձեր բժիշկը այդ ժամանակ։ Ընդհանրապես կորոնարոգրաֆիայի ժամանակ ձեզ նախ եւ առաջ տեղափոխում են մի սրահ, որը կոչվում է կաթետերիզացիոն լաբորատորիա։ Սա սրտաբանական կենտրոններում գոյություն ունեցող սրահ է, որտեղ դուք կարող եք հանդիպել մեծ անգիոգրաֆիկ սարք, ռենտգեն սարք եւ բազմաթիվ մոնիտորներ։ Ի սկզբանե կարող է մի փոքր տարօրինակ թվալ կամ տագնապ առաջացնել, սակայն իրականությունն այն է, որ կորոնարոգրաֆիան կատարվում է ռենտգենյան ճառագայթների օգնությամբ։ Կորոնարոգրաֆիկ հետազոտության ժամանակ հիմնականում ձեռքից, բայց երբեմն նաև ոտքից, դաստակից կամ աճուկի շրջանից տեղադրվում է կաթետր, որի օգնությամբ դրվում է շիթ եւ դրա միջոցով բարակ երկար խողովակ է անցկացվում միջև սրտամկան, որտեղ որ առաջանում են կորոնար զարկերակների դրունքները եւ այնտեղից ձեր կորոնար զարկերակների մեջ ներարկվում է կոնտրաստանյութ, յոդ պարունակող նյութ, որը թույլ է տալիս ռենտգենոգրաֆիկ հետազոտության տակ տեսնել կորոնար զարկերակների ուրվագիծը եւ գնահատել արդյոք նրանք հիվանդ են թե առողջ են։ Իրականում մենք կորոնար զարկերակները կորոնարոգրաֆիայի ժամանակ ուղիղ կերպով չենք տեսնում այնպես ինչպես աչքով կտեսնեինք, սակայն կորոնարոգրաֆիան իհարկե եղել է եւ մնում է այն ոսկյա ստանդարտ հետազոտությունը, որը մաքսիմալ մոտ է մեր կորոնար զարկերակների անատոմիան ցույց տալու, քանի որ մենք նրա միջոցով ռենտգենյան ճառագայթների օգնությամբ տեսնում ենք կորոնար զարկերակների ներքին ուրվագիծը եւ եթե ունենք նեղացումներ, այդ նեղացումները արդեն կոչում ենք ստենոզ տերմինով եւ գնահատում ենք տոկոսային քանակությամբ։ Երևի լսած կլինեք 50% նեղացում, 60, 70, 80% նեղացում։ Սա մեզ օգնում է կայացնել հետագա վարման վերաբերյալ որոշումները, սակայն երբեք եւ ոչ մի իրավիճակում չարժե գնահատել միջամտության որոշումը կայացնել միայն ու միայն տոկոսներից ելնելով, քանի որ չմոռանանք, որ մենք գործ ունենք ոչ թե պարզապես ինչ-որ ջրատար խողովակի նեղացման հետ, որը տեխնիկապես պետք է բացել, այլ մենք գործ ունենք մարդկային օրգանիզմի հետ, որը պահանջում է մտածված եւ կլինիկորեն արդարացված որոշումներ կայացնել։ Գոյություն ունեն որոշ իրավիճակներ, երբ ձեր սրտաբանը կարող է ձեզ խորհուրդ տալ ոչ թե ինվազիվ կորոնար անգիոգրաֆիա կատարել, այլ իրականացնել մի հետազոտություն, որը կոչվում է կորոնար կատե անգիոգրաֆիա կամ կորոնար զարկերակների կատե հետազոտություն։
կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտություն։ Որն է այս երկուսի տարբերությունը, հա, գոյություն ունի կորոնարոգրաֆիա կամ ժողովրդի լեզվով ասած զոնդավորումը եւ գոյություն ունի կատե կորոնարոգրաֆիա։ Տարբերությունը կայանում է նրանում, որ կատե կորոնարոգրաֆիան ինվազիվ հետազոտություն չի եւ նրա ժամանակ օրգանիզմի ներսը ներթափանցելու անհրաժեշտություն չկա, այլ միայն ձեռքից դրված փոքրիկ կաթետրի միջոցով ներարկվում է կոնտրաստանյութ եւ կոմպյուտերային տոմոգրաֆիայի օգնությամբ նայում ենք կորոնար զարկերակների կարգավիճակը։ Բանն այն է, որ կատե հետազոտությունը, կատե կորոնարոգրաֆիան ցուցված է այն պացիենտներին, որոնց մոտ կասկածը կորոնար զարկերակային հիվանդության կամ հավանականությունը ցածր է կամ միջին է, այսինքն սա կատարվում է այն դեպքերում, երբ մենք այնուամենայնիվ ունենք որոշ կասկածներ, սակայն այնքան վստահ չենք, որ տվյալ բուժառուն կունենա իշեմիկ հիվանդություն, որը կպահանջի միջամտություն։ Եվ այս ցածր հավանականության բուժառուներին բնականաբար փորձում ենք խուսափել կորոնարոգրաֆիայի հետ կապված փոքր, բայց նշանակալի ռիսկերից, քանի որ կորոնարոգրաֆիան միջամտություն է իրենից ներկայացնում եւ այն ինվազիվ է եւ իրականացվում մարդու մարմնի ներսում, ապա դրա հետ բնականաբար անխուսափելիորեն գալիս են որոշակի ռիսկեր, որոնց հետ մենք պետք է հաշվի նստենք մեր որոշումները կայացնելիս։ Հետևաբար յուրաքանչյուր բուժառուի չէ, որ ունի կրծքավանդակում ցավ, մենք անպայման պիտի առաջարկենք կորոնարոգրաֆիա իրականացնել։ Որոշ դեպքերում կարող է իշեմիկ հիվանդությունը բացառվել միայն ստրես տեստերի միջոցով, այսինքն ստրես էխոյի կամ ստրես EKG-ի միջոցով, հա, ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստերի միջոցով, կամ եթե մի փոքր ավելի բարձր է հավանականություն, բայց այնուամենայնիվ այնքան մեծ չէ, որ անպայման ուղղորդեն կորոնարոգրաֆիայի, տվյալ բուժառուն կարող է անցնել կատե կորոնարոգրաֆիա հետազոտությունը, որի միջոցով գնահատվում է կորոնար զարկերակների անատոմիան եւ նրանցում կալցիումի քանակությունը, ըստ որի էլ կայացվում է որոշում, արդյոք անհրաժեշտություն կա ի վերջո կորոնարոգրաֆիա իրականացնելու, թե ոչ։ Բացառման տեսանկյունից կատե կորոնարոգրաֆիան հրաշալի հետազոտություն է, այսինքն եթե ինքը ասել է, որ կորոնար զարկերակները մաքուր են, այդ դեպքում այլևս ոչինչ անելու կարիք չկա առնվազն մի քանի տարի։ Սակայն եթե կատե կորոնարոգրաֆիայով հայտնաբերվում է որևէ կասկածելի նեղացում, հա, հատկապես միջանկյալ նեղացումները 50-60%-անոց եւ այլն, այդ իրավիճակներում ամեն դեպքում կարիք է լինում հետագայում կատարել կորոնարոգրաֆիա, որպեսզի վերջնական հաստատվի անոթների կարգավիճակը եւ միջամտության որոշումը կայացնելը։ Մի կարևոր հարց, որ մշտապես հուզում է մեր բուժառուներին, արդյոք որ գնում եմ կորոնարոգրաֆիայի, անպայման պիտի դրանից հետո ստենտավորվեմ։ Իհարկե այս հարցի պատասխանը ոչն է, քանի որ շատ կորոնարոգրաֆիաներից հետո բուժառուներին ոչինչ էլ չի արվում, այլ գնահատվում է, որ նրանք կարիք չունեն միջամտության կամ կարիք ունեն միայն դեղորայքային բուժման եւ անպայման չի, որ ձեր կորոնարոգրաֆիկ հետազոտությունը պարտադիր ավարտվի ստենտավորմամբ կամ որևէ այլ միջամտությամբ։ Կորոնարոգրաֆիան ախտորոշիչ հետազոտություն է եւ այն իրականացվում է գնահատելու համար սրտի սնուցող անոթների անատոմիան եւ այնուհետեւ որոշում կայացնելու ելնելով ամբողջական պատկերից, այլ ոչ թե միայն ինչ-որ մի անոթի նեղացման տոկոսի թվից։ Կորոնարոգրաֆիկ հետազոտությունը իրականացվում է առանց անեսթեզիայի կամ առանց նարկոզի։ Դեպքերի մեծ մասում բժիշկը ուղղակի տեղային անզգայացում է իրականացնում դաստակի շրջանում, որտեղից կաթեդր է դրվում դեպի մեր ճաճանչային զարկերակը, ճաճանչային զարկերակի միջոցով էլ երկար բարակ կաթեդրով ներթափանցում են դեպի սիրտը սրտի սնուցող անոթները եւ նկարում են դրանք։ Նույնը արվում է նաեւ ազդրային զարկերակից ներթափանցելու պարագայում, այսինքն աճուկի շրջանից մուտքի պարագայում տեղային անզգայացմամբ է իրականացվում միջամտությունը եւ տևում է ընդամենը փորձված ձեռքերում մի 15-20 րոպե, ոչ ավել, սակայն իհարկե գոյություն ունեն բացառություններ, որոնց ժամանակ տեխնիկական պատճառներով կամ անատոմիական մուտքի դժվարության պատճառով կարող է մի փոքր ավելի երկար տևել հետազոտությունը։ Եթե դուք զգաք, որ շատ տագնապային եք կամ շատ անհանգիստ եք կորոնարոգրաֆիայի ընթացքում, ապա կարող եք այդ մասին տեղյակ պահել թիմին եւ նրանք կարող են ձեզ որևէ հանդարտեցնող դեղորայք տալ, որպեսզի ընթացքը ձեզ համար հեշտ ու հանգիստ լինի։ Իրականում կորոնարոգրաֆիան ընդհանրապես ցավոտ հետազոտություն չի,
Միակ ցավը, որ դուք զգում եք կորոնարոգրաֆիայի ժամանակ, դա պունկցիայի ժամանակ, այսինքն զարկերակի մուտքի ժամանակ տեղային անզգայացում արվելու ցավն է, որը շատ նման է այն ցավին, որ մենք զգում ենք, երբ գնում ենք օրինակ ատամնաբուժական միջամտություն անելու համար բերանի խոռոչում անզգայացում անելիս։ Ընդամենը դա է, մենք չենք զգում կաթետրի ընթացքը մեր մարմնի մեջ, այսինքն երբ նա տեղափոխվում է, դա ընդհանրապես ցավոտ չէ, որոշ դեպքերում որոշ բուժառուներ կարող են որոշակի թեթև այրոցի զգացողություն ունենալ կրծքավանդակում այն ժամանակ, երբ կոնտրաստանյութ է ներարկվում, կոնտրաստանյութը նմանատիպ ռեակցիաներ կարող է տալ, բայց որպես կանոն սրանք մեղմ են եւ լրացուցիչ միջամտություն չեն պահանջում։ Եկեք խոսենք այն մասին, թե ինչպես պատրաստվել կորոնարոգրաֆիային։ Կորոնարոգրաֆիային պատրաստվելու համար բնականաբար նախորոք կատարված ձեր սիրտ-անոթային հետազոտությունները բժիշկը արդեն ունի, այսինքն էլեկտրասրտագրություն, էխոսրտագրությունը, միգուցե ստրես տեստի արդյունքը կամ կատե կորոնարոգրաֆիայի արդյունքը։ Այնուհետև ձեզնից կվերցվեն որոշակի արյան քննություններ, որոնք շատ կարևոր են կորոնարոգրաֆիկ հետազոտություն իրականացնելու համար։ Առաջինը, որպեսզի պարզեն, արդյոք ձեր օրգանիզմը այդ պայն որևէ այլ հիվանդություն ունի, թե ոչ, որը կարող է բարդացնել ընթացքը ձեր տվյալ խնդրի, բացի դա պարտադիր է որոշել երիկամների ֆունկցիան ինչ կարգավիճակում է, քանի որ կոնտրաստանյութը որպես կանոն հեռացվում է երիկամների միջոցով եւ կարող է երիկամային անբավարարություն ունեցող բուժառուների մոտ որոշակի խնդիրներ առաջացնել։ Ստուգվում է նաեւ արյան մեջ որոշակի վարակների առկայությունը, քանի որ կաթետերիզացիոն լաբորատորիայի սարքավորումների միջոցով որոշակի ռիսկ կա, որ այդ վարակը կարող է ինչ-որ ձևով փոխանցվել եւ պատշաճ կերպով ստերիլիզացնելու եւ պատրաստելու անհրաժեշտություն կա, որպեսզի կանխարգելվի վարակի փոխանցումը մի բուժառուից մյուսին։ Բուժհաստատություն ձեզ կտրամադրի ցուցումներ, թե միջամտությունից առաջ երբ է հարկավոր սնվել եւ հեղուկներ ընդունել, որոշ միջամտություններից առաջ, որոնք պլանային են, կարելի է ընդամենը մի քանի ժամ քաղցած մնալ, իսկ որոշների պարագայում խորհուրդ է տրվում ավելի երկար։ Այս դեպքում կարևոր է առաջնորդվել անպայման նրանց ցուցումներով եւ ոչ մի դեպքում չխախտել դրանք։ Նաեւ շատ կարևոր է բժշկին տեղյակ պահել, թե դուք ինչ դեղորայք եք ընդունում կորոնարոգրաֆիայից առաջ։ Հատկապես կարևորություն ունի երկու խմբի պրեպարատներ։ Առաջինը, եթե դուք ընդունում եք արյունը ջրի կացնող կամ հեղուկացնող դեղորայք, սա պարտադիր պետք է տեղյակ պահել, քանի որ որոշ չափով բարձրանում է արյունահոսական ռիսկը։ Սակայն տեղյակ պահել չի նշանակում, որ դուք ինքնուրույն կարող եք ընդհատել այդ դեղորայքը։ Գոյություն ունեն պրեպարատներ, որոնց ընդհատելը կարող է ել ավելի վտանգավոր լինել, քան թե այդ փոքր արյունահոսական ռիսկը վերցնելով գնալ եւ կատարել կորոնարոգրաֆիկ հետազոտություն։ Այնպես որ պայմանավորվեցինք անպայման բժշկին տեղյակ ենք պահում այդ մասին։ Երկրորդ շարք պրեպարատները, որ էլի շատ կարևոր են, դա ձեր շաքարային դիաբետի համար ստացվող պրեպարատներն են։ Նրանց մեջ կան որոշները, օրինակի համար մեթֆորմին կոչվող դեղամիջոցը, որը հատկապես եթե ձեզ հետ կա ուղեկցող նաև երիկամային անբավարարության որոշ մակարդակ, այդ իրավիճակում անպայման պետք է տեղյակ պահեք ձեր բժշկին եւ հնարավոր է, որ նա մեթֆորմինի ընդունումը 1-2 օրով հետաձգի, որպեսզի երիկամային անբավարարության եւ նրա բարդությունների հավանականությունները նվազեցվի։ Նաև շատ կարևոր է ձեր բժշկի հետ պայմանավորվել, արդյոք դուք կարող եք կորոնարոգրաֆիկ հետազոտությունից հետո ինքնուրույն վարել ավտոմեքենա, թե չեք կարող։ Սովորաբար խորհուրդ չի տրվում կորոնարոգրաֆիայից հետո մեքենա վարել, նույնիսկ եթե դա կատարվել է ախտորոշիչ նպատակով, քանի որ ձեռքի անոթն է կիրառվել։ Այդ պատճառով, եթե գնում եք կորոնարոգրաֆիայի, անպայման ձեզ հետ ունեցեք ինչ-որ մեկին, ով կկարողանա ձեզ հետ վերադարձնել տուն։ Անցնենք վերադարձին, երբ է դա իրականացվում։ Դեպքերի մեծ մասում, հատկապես եթե ճաճանչային զարկերակից, այսինքն դաստակից է մուտքը իրականացվել կորոնարոգրաֆիկ հետազոտության համար, ապա մի 2-3 ժամ հետո կարող եք հավանաբար վերադառնալ տուն, այն դեպքում, եթե շտապ անելիքներ չկան ձեր կորոնար զարկերակների հետ։ Ինչու է սա կարևոր, որովհետև եթե ազդրային մուտքից ենք միջամտում, միջամտվող անոթը, ազդրային զարկերակը շատ ավելի մեծ է եւ այն պահանջում է ավելի երկար ժամանակով ճնշակապ պահել անոթի վրա, որպեսզի զարկերակը չարյունահոսի եւ այդ իրավիճակում նաեւ անոթային բարդությունների հավանականությունն է մեծ ու դրա համար
ազդրային զարկերակից միջամտվող բուժառուներին դեպքերի մեծ մասում հիվանդանոցները կամ թիմերը, սրտաբանները խորհուրդ են տալիս մեկ գիշերով մնալ հիվանդանոցի ներսում։ Եվ նաև սա է պատճառը, որ օրինակ Եվրոպայի սրտաբանների ասոցիացիան խորհուրդ է տալիս բոլոր այն բուժառուներին, որոնց մոտ որ դաստակից մուտքը նորմալ գործում է, իրականացնել կորոնարոգրաֆիկ հետազոտությունը ձեռքի միջոցով, այլ ոչ թե ոտքի հաճուկային շրջանի։ Հաճուկային շրջանը թեև ավելի հարմար է, մուտքի իմաստով ֆունկցիան ավելի հեշտ է, սակայն բարդությունների հավանականությունն էլ է մեծ եւ նույնիսկ կան հետազոտություններ, որոնք մի փոքր մահացության տարբերություն են ցույց տալիս։ Իհարկե, սա չի նշանակում, որ չկան իրավիճակներ, երբ կարևոր է կատարել հաճուկային շրջանից միջամտությունը։ Գոյություն ունեն պացիենտներ, որոնց մոտ անատոմիական պատճառով հետվիրահատական պացիենտներ կամ սրտի ներսում կատարվող միջամտությունների ժամանակ միակ adekvat մուտքը, որով կարող ենք մենք սիրտ տանել տարբեր կաթետրներ, դա ազդրային մուտքն է, այսինքն ոտքից կատարվող միջամտությունները։ Սակայն կորոնարոգրաֆիկ հետազոտությունների երևի 90%-ից ավելին հնարավոր է կատարել դաստակային մուտքով, ճաճանչային մուտքով եւ մի քանի ժամ հետո ակտիվացնել բուժառուին եւ ուղարկել տուն, որպեսզի նա կարողանա զբաղվել իր հետագա անելիքներով։ Այժմ եկեք անդրադառնանք նրան, թե ինչ կարող ենք հայտնաբերել կորոնարոգրաֆիկ հետազոտության ժամանակ։ Դուք կարող եք բժշկից լսել տարբեր արտահայտություններ, այնպես ինչպես 1 անոթի խցանում, 2 անոթային, 3 անոթային հիվանդություն, բազմանոթային հիվանդություն, դիֆուզ ախտահարում, խոշոր անոթի ախտահարում կամ կենսական կարևոր զարկերակի ախտահարում, ինչպիսին է օրինակ ձախ ցողունային զարկերակը։ Եվ նաև կարող եք լսել տոկոսային նեղացումների վերաբերյալ ձեր անոթների վրա։ Նեղացումները կարող են տատանվել 20-30%-ից մինչև 90 եւ ավել տոկոսանոց նեղացում։ Բնականաբար, որքան ավելի մեծ է նեղացման տոկոսը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ այդ նեղացումը կվերածվի ինչ-որ մի պահի սրտամկանի ինֆարկտի։ Սրտամկանի ինֆարկտի ժամանակ կորոնար զարկերակը 100%-ով փակվում է։ Եվ իհարկե մեր բոլոր բժշկական միջամտությունները, միտումները ուղղված են նրան, որպեսզի մենք թույլ չտանք, որպեսզի այդ պահը հասնի այդտեղ եւ մենք ունենանք սրտամկանի ինֆարկտ, քանի որ սա ունի, ինչպես արդեն նշեցի, շատ անցանկալի բարդություններ։ Երբեմն մենք գործ ենք ունենում այսպես կոչված միջանկյալ նեղացումների հետ։ Դրանք 50%-ից մինչև 60-70% նեղացումներն են, որոնց դեպքերում շատ չգիտես իրականում միջամտությունը արժե անել թե ոչ։ Ահա այդ ժամանակ է, որ մեզ օգնության են հասնում այսպես կոչված ֆունկցիոնալ ախտորոշման մեթոդները։ Դրանց անվանում ենք FFR կամ IFR կամ էլ միգուցե IVUS ներանոթային ուլտրաձայն հասկացողությամբ, ձեզ կարիք չկա ընդհանրապես հիշել այս անունները, սակայն պետք է հիշեք, որ գոյություն ունեն լրացուցիչ ֆունկցիոնալ տեստեր, որոնք կատարվում են կորոնարոգրաֆիկ հետազոտության ժամանակ, որոնք թույլ կտան գնահատել նեղացման աստիճանը եւ միայն նոր դրանից հետո որոշում կայացնել արժե արդյոք այդ նեղացումը բացել, թե կարիք չկա նեղացումը բացելու եւ պետք է ուղղակի հետեւել դեղորայքով։ Ընդհանրապես կորոնարոգրաֆիկ հետազոտությունից հետո հավանական է մի քանի ելքեր։ Առաջին ելքը կլինի լավագույնը իհարկե, եթե դուք ունեք լրիվ մաքուր անոթներ, որևէ նեղացում չկա, որևէ հիվանդության հետք չկա եւ նման դեպքում ձեզ չի նշանակվի ոչինչ, ոչ միջամտություն, ոչ էլ դեղորայքային բուժում։ Երկրորդ իրավիճակը շատ տարածված է, երբ կատարվում է կորոնարոգրաֆիա, գոյություն են որոշ նեղացումներ, սակայն նեղացումների աստիճանը այնքան մեծ չէ կամ այնքան կլինիկորեն նշանակալի չեն, որ բժիշկը ձեզ չի նշանակում միջամտություն, այլ բավարարվում է միայն կրկին դեղորայքի նշանակմամբ։ Սրա մեջ մտնում է բնականաբար ասպիրինը, խոլեստերինը նվազեցնող դեղորայքը, ստատինները, կարող է նշանակվել զարկերակային ճնշման կարգավորող եւ սրտազարկի կարգավորող պրեպարատներ, ինչպես նաեւ սրտամկանի սնուցումը բարելավող պրեպարատներ։ Եվ երրորդ կարգավիճակը, որի դեպքում կարող է արդեն ձեզ առաջարկվել միջամտություն, դա ստենտավորման ցուցում ունեցող անոթներն են։ Ստենտը դա մետաղական կոնստրուկցիա է, որը տեղադրվում է կորոնար զարկերակում նեղացումները վերացնելու համար։ Ինչպես է կատարվում կորոնար զարկերակների ստենտավորումը։ Ստենտավորման ժամանակ բժիշկը ձեր անոթից կանցկացնի բարակ, նուրբ, ուղղորդիչ լար, որը անցնում է նեղացման մի կողմից դեպի մյուսը,
սրտի սնուցող անոթում, այնուհետև այդ լարի վրայով անցկացվում է բալոն կամ փուչիկ, որը փչվելով նեղացումը լայնացնում է եւ բացում է, հավասարեցնում է անոթի պատի հունին։ Այնուհետև տեղադրվում է ստենտ, որը մետաղական զսպանակ է, որի միջոցով այլևս թույլ չենք տալիս նեղացումները նվազեցնեն անոթի արյունամատակարարումը եւ սրտամկանի սնուցման խանգարում առաջացնեն։ Ստենտերը դեպքերի մոտավորապես 90-95%-ում հարցի լուծում են, սակայն միշտ կարևոր է հիշել, որ ստենտները պանացեա չեն եւ վերջնական հարցի լուծում չեն, քանի որ հիվանդությունը մնում է մեզ հետ, իսկ ստենտի արած աշխատանքը դա միայն մեխանիկորեն այդ տեղում եղած նեղացումը վերացնելն է եւ դա է պատճառը, որ ձեր սրտաբանը ձեզ անպայման խորհուրդ է տալիս շարունակել ձեր կենսակերպը ճիշտ պահել, որի մեջ մտնում է ֆիզիկական ակտիվություն, քաշի վերահսկողություն, արյան շաքարի եւ բարձր ճնշման վերահսկողություն, ծխելը թողնելը, ինչպես նաև ձեր դեղորայքի շարունակական ընդունումը, որը ձեզ կօգնի խուսափել հետագա վտանգավոր հետևանքներից, թե նոր նեղացումների առաջացումից ձեր սրտի սնուցող անոթներում, բայց նաև ստենտի թրոմբվելուց, փակվելուց կամ իր մեջ վերանեղանալուց անոթի, որը հազվադեպ բայց պատահում է։ Այս է պատճառը, որ շարունակական հսկողությունը սրտաբանի մոտ կարևոր նշանակություն ունի առնվազն 6 ամիսը մեկ, եթե դուք ունեք իշեմիկ հիվանդություն եւ ինչ-որ ժամանակ անցել եք ստենտավորում։ Եկեք փորձենք խոսել երրորդ կարևոր միջամտության մասին, որը կարող է առաջարկվել։ Դա աորտա-կորոնար շունտավորման վիրահատությունն է, երբ մարմնի տարբեր հատվածներից վերցվում են անոթներ եւ դրանցով ստեղծում են այսպես կոչված կամուրջներ աորտայի եւ սրտի անոթների նորմալ հատվածների միջև, առողջ հատվածների միջև, որպեսզի շրջանցենք հիվանդ հատվածը։ Երբ է խորհուրդ տրվում կատարել աորտա-կորոնար շունտավորման վիրահատություն։ Բնականաբար, այսպես 100% պատասխան այս հարցը չունի, սակայն գոյություն են որոշ գործոններ, որոնք օգնում են, որպեսզի որոշումը կայացվի ավելի շատ հօգուտ վիրահատության, այլ ոչ թե ստենտավորման։ Սրանց մեջ մտնում են անոթների բազմաթիվ ախտահարումների առկայությունը, այլ ոչ թե մեկի կամ մի քանիսի։ Սրանց մեջ մտնում են ձախ ցողունային զարկերակի հիվանդության առկայությունը, որը կենսակարևոր անոթ է եւ իր փակվելը հավասարազոր է սրտի կանգի եւ բուժառուի մահվան։ Սրա մեջ մտնում է շաքարային դիաբետի առկայությունը կամ եթե բուժառուն ունի սրտում մեկ այլ կարգավիճակ, որը անպայման պահանջում է վիրաբուժական միջամտություն, օրինակ փականի նեղացում կամ անբավարարություն։ Սրա մեջ մտնում են նաև այն իրավիճակները, երբ բուժառուի մոտ ինչ-որ պատճառով ստենտավորումը հակացուցված է։ Դա կարող է լինել արյան, որոշ խնդիրներ, որոնց ժամանակ ստենտի թրոմբոզի հավանականությունը մեծ է եւ այլն եւ այլն։ Այդ պատճառով կոմպլեքս իրավիճակներում ճիշտ կլինի, որպեսզի որոշումը կայացվի սրտային թիմի կողմից, որի մեջ մտնում են սրտաբանը, ինտերվենցիոն սրտաբանը կամ ստենտավորող բժիշկը եւ սիրտանոթային վիրաբույժը, ով կատարում է աորտա-կորոնար շունտավորման վիրահատություն։ Երեքով միասին նստելով եւ քննարկելով բոլոր այսպես կոչված կողմերը եւ հակառակ կողմերը, այդ որոշումը կայացվում է բուժառուի օգտին եւ հնարավորինս օգնում է նրան բարելավել թե իր կյանքի որակը եւ թե կյանքի տևողությունը։ Վերջում ուզում եմ խոսել մի շատ հազվադեպ հանդիպող իրավիճակի մասին, որը ամեն դեպքում գոյություն ունի եւ դուք պարտավոր եք իմանալ։ Նույնիսկ եթե կորոնար զարկերակները լիովին մաքուր լինեն կորոնարոգրաֆիայով, սա դեռևս չի բացառում սուր կորոնար համախտանիշի կամ նույնիսկ սրտամկանի ինֆարկտի հավանականությունը, քանի որ գոյություն ունեն որոշ իրավիճակներ, որոնք կոչվում են մինոկա կամ անոկա կամ ինոկա անվամբ, սրանք պարտադիր չէ որ դուք հիշեք, բայց այս դեպքերում սրտամկանի ինֆարկտը կարող է առաջանալ առանց արտաքուստ սրտի սնուցող անոթների հիվանդության եւ այդ է պատճառը, որ ի վերջո որոշումները ցանկացած միջամտության, դեղորայքային բուժման կամ ոչինչ չանելու կարևոր է կայացնել ձեր բժշկի եւ բժշկական թիմի հետ համատեղ, որպեսզի կարողանաք լավագույնս հետևել ձեր առողջությանը եւ ունենալ լավ արդյունքներ։ Շնորհակալություն, ձեզ հետ էր Կարծոլա պոդքասթը եւ ես Տաթևիկ Հովակիմյանը։ Կհանդիպենք, երբ հանդիպենք։ Ցտեսություն։